Սպորտային համառությամբ, էմոցիոնալ եւ լարված պայքարով գիտելիքի լիգան հասել է 3-րդ քառորդ եզրափակիչ։ Ուսամ շախմատը չի։ Իմաստունների խաղը, իմաստունների լեզվով։ Դիմակայության մեջ է մարզական մեկնաբանների հերթական եռյակը։ Փոքրիկ նվեր Գևորգին։ Սպասում էի։ Կխանգարի մրցակիցների ճնշումը հասնել մրցուղու ավարտին։ Մրցակիցներս ճիշտն ասած ինձ եթերից առաջ ճնշում էին։ Կփոխեն հույզերը խաղի ընթացքը։ Այդ հայրն ու որդին տարբեր տարիներին հանդես են եկել օլիմպիական խաղերի եզրափակում։ Արսեն եւ Լևոն Ջուլֆալակյաններ։ Ճիշտ է, ում կժպտա բախտը վճռական պահին։ Չէ, ես սիրում եմ ռիսկի գնալ։ Աշխարհամասերից կղզիներ։ Դե Գևորգ, քո Աֆրիկան։ Ես կղզին եմ հիշում, որտեղ որ քրլիգի քարերն են պատրաստում։ Հայրաքաղաքի լեգենդներից ջոկերի ռեկորդներ։ Ինչ մականուն ունի Նովակ Ջոկովիչը բացի ջոկերից։ Տապել է պետք Էդմոն։ Ընդամենը մի դար է սխալվել Էդմոնը։ Ամեն ինչ սպորտային աշխարհի մասին։ Շարլեսը։ Ֆենոմենալ պատասխան։ Բաց մի թողեք գիտելիքի ու արագության լիգան։ Մենք խաղում ենք գիտելիգա։ Ողջույն, ես Էդուարդ Քալանթարյանն եմ, GoFM-ի YouTube-ի ալիքում մարզական ինտելեկտուալ գիտելիգա նախագիծն է, որտեղ հայկական սպորտի գուրուները պայքարում են ամենախելացի կոչման համար։ Առաջին քառորդ եզրափակչում հաղթեց Էրնեստ Շաբոյանը, նրան հաջորդեց Իշխան Մելքոնյանը։ Երկրորդ դիմակայությունում հավասարը չուներ Սամվել Սուքիասյանը, իսկ նրան հաջորդեց Արմեն Գարամյանը։ Երկրորդ տեղերը գրաված մասնակիցները կսպասեն քառորդ եզրափակիչների ավարտին, որպեսզի իմանան իրենց հետագա ճակատագիրը։ Իսկ այսօր երրորդ քառորդ եզրափակչի օրն է եւ ես ներկայացնում եմ այսօրվա եռյակին։ Աշխարհի բոլոր բնագավառներում գիտելիքն ու տեղեկությունը նա մատուցում է Սողոմոնի իմաստությամբ, Բոլտի արագությամբ եւ Չիկատիլոյի սառնասրտությամբ։ Մարզական լրագրող Հայկ Հովհաննիսյան։ Բարև ձեզ։ Ողջույն։ Նա Մանչեսթեր Յունայթեդի հետ է բարդությունների, ձախողումների, ճգնաժամերի եւ գոլային երաշտների ժամանակ, այսինքն ծնված օրից։ Մարզական լրագրող Էդմոն Մարտիրոսյան։ Բարև ձեզ։ Հարցին ո՞րն է քո պատկերացրած կատարյալ տունը, նա պատասխանում է Գառն ու տաճարը, բայց ապրում է Ծիծեռնակաբերդի մոտ, որպեսզի ամբողջ շենքը տեսնի, թե ինչպես է նա ամեն առավոտ վազում։ Միջազգայնագետ, պատմաբան հնագետ Գևորգ Քեթանոս Ղազարյան։ Ողջույն։ Ողջույն, բարի երեկո, պարոնայք, բարի գալուստ գիտելիգա։ Կարծում եմ բոլոր փաստերը ձեր մասին էին եւ ոչինչ թաքցրած չէր մեր հետևորդներից։ Գևորգ, վազելու մասով ոչինչ չի փոխվել։ Չէ, չի փոխվել, վազում եմ շաբաթական 4 անգամ։ Վազում, Դինամոն եւս վազում։ Հրավիրում եմ վազքի ինձ հետ միասին։ Էդմոն, Մանչեսթեր Յունայթեդի մարզավիճակը մրցաշրջանի երկրորդ հատվածում կարծես վատը չէր, բայց տիտղոսների պակաս միևնույն է կա։ Չես դադարելու մի օր երկրպագել։ Ճիշտն ասած մրցաշրջանի մեկնարկից առաջ մտածում էի այդ ուղղությամբ, բայց երկրորդ հատվածը շատ լավն էր, իսկ եթե լուրջ իհարկե ոչ, միշտ կլինեմ Յունայթեդի կողքին եւ հուսամ որ տիտղոսներն էլ կգան։ Իսկ այլընտրանքը ո՞րն է։ Այլընտրանքը Յուվենտուսն է։ Այլընտրանքը Գևորգ հետ վազելն է, օրինակ։ Հայկ, ավելորդ թեև է հարցնել ինչ նպատակով ես եկել գիտելիգա, ես ավելի լավ է հարցնեմ ինչպես ես գնահատում քառորդ եզրափակչում քո մրցակիցներին։ Մրցակիցներս ճիշտն ասած ինձ եթերից առաջ ճնշում էին ֆավորիտ անվանելով, փորձում են ինձ գոնությունը թույլատրել։ Հուսով եմ չի ստացվել, որովհետև հերթով ասում են դու ես ֆավորիտը, ասում դժվար մեթոդ է, այո, շատ ընդունված, հին մեթոդ է։ Ես կարծում եմ պետք է հաշվի առնենք, որ դու ապրել ես 1800-ականներին։ Այո, վամպիրի կյանք եմ տանում։ Դե, քանի որ Գևորգը մեզ մոտ պատմաբան հնագետ է, նա կարող է շատ լավ Ես չեմ հաստատում այդտեղ։ Կարող է շատ լավ ուսումնասիրել Հայկին, եթե պատրաստ եք ներկայացնեմ առաջին փուլի կանոնները, դրանք մեզ մոտ բավականին պարզ են։ Ես հնչեցնելու եմ 20 հարց, ամեն հարց ունի պատասխանի 4 տարբերակ, մեկը բնականաբար ճիշտ։ Ձեր առջև դրված են գրատախտակներ, դուք պետք է նշեք ըստ ձեզ ճիշտ պատասխանի տառը, A, B, G կամ D։ Մի քանի վայրկյան կունենաք հարցի շուրջ մտածելու համար, կգրեք, կցուցադրեք, ես կհնչեցնեմ ճիշտ պատասխանը։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար ստանալու եք 1 միավոր։ Փուլի վերջում կամփոփենք եւ կշարժվենք առաջ։ Ամեն ինչ պարզ է։ Այո, Առավել քան։ Դե ուրեմն սկսեցինք։ Եվ այսպես հնչում է առաջին փուլի առաջին հարցը։ Որ հավաքականի հետ խաղում է Տիգրան Բարսեղյանը խփել իր առաջին գոլը Հայաստանի ազգային հավաքականում։ Գվատեմալայի, Սալվադորի, Ղազախստանի, Սենթ Քիթս եւ Նևիսի։ Այսպես Տիգրան Բարսեղյանին ճանաչում եք, կարծում եմ։
Նորամուտը ոչ թե նորամուտ, այլ առաջին գոլն է պետք հիշել։ Եթե չէ, այստեղ կա նաև գուշակելու տարբերակը, ձեր պատասխանները ժամանակն է արդեն ցուցադրելու։ Հայկը կարծում է, որ Գվատեմալայի, Գ ասում է Էդմոնը դա Ղազախստանն է եւ Գևորգի տարբերակը առայժմ ջնջում է Գևորգի տարբերակը եւ Բ։ Իսկ ճիշտ պատասխանն է այո, Սալվադորի հավաքականի հետ խաղում է Տիգրան Բարսեղյանը խփել իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում եւ Գևորգ Ղազարյանը վաստակում է այս խաղի առաջին միավորը, միայն նա է միավոր ստանում։ Երկրորդ հարց. Քանի անգամ է օլիմպիական չեմպիոն դարձել Ուսեյն Բոլտը։ 5, 6, 7, թե 8։ Վազելուց է իր խոսում Գևորգ հիմա։ Վազորդի մասին տեսնենք որքան։ Թե հասկանում եմ, որ դու ավելի երկար տարածություններ ես իրարից, բայց իմ նույն կատեգորիայում չենք մրցում իրար հետ։ Ձեր տարբերակները Գևորգը ասում է A5, Էդմոնը ասում է D8 եւ D8 Հայկի տարբերակը եւ միակ մարդը, որ սիրում է վազել, պատասխանեց սխալ այս հարցին։ Էդմոնը եւ Հայկը ճիշտ են պատասխանում 8-ակի չեմպիոն է օլիմպիական Ուսեյն Բոլտը։ Ես նույնիսկ 8 թիվը գրեցի ուզում եմ ցույց տալ։ Մի տեսակ Գևորգ ամոթել է չի իմանալ, քանի ոսկե մեդալ Ես ընդհանրապես այս խաղին եկել եմ խայտարակվելու համար։ Ես ընդհանրապես եթե ճիշտ եմ հիշում, դու մեկնաբանել ես այդ ժամանակ օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում, Պեկինում, Լոնդոնում։ Այդ ժամանակ վստահ եմ նա նվաճեց իր 5-րդը եւ ես տպավորված եմ։ Լավ, մեկական միավոր Հայկին եւ Էդմոնին շարժվենք առաջ։ Երրորդ հարց. Որ ակումբն է առաջինը չեմպիոնների գավաթի կամ լիգայի խաղարկության եզրափակչում հաղթել հետխաղյա 11 մետրանոցներով։ Ստյաուան, Յուվենտուսը, Բավարիան, թե Միլանը։ Առաջին անգամ եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարժ։ Եվ ով հաղթեց։ Ստյաուա, Յուվենտուս, Բավարիա, Միլան։ Կողմնորոշվեցիք, Հայկը կարծում է, որ Ստյաուան, Էդմոնը կարծում է, որ դա Յուվենտուսն է եւ Գևորգը կարծում է, որ դա Ստյաուան է, ճիշտ պատասխանը այո, Ստյաուան է 11 մետրանոցով ընդ որում Բարսելոնային, այո։ Որպես Բարսելոնայի երկրպագուներ դա ձեզ համար ծանոթ էր։ Մեկական միավոր Հայկին եւ Գևորգին անցնենք առաջ։ 4-րդ հարց. Բադմինտոնում հարվածից հետո սկզբնական փուլում փետրագնդակի թռիչքի արագության ռեկորդը պատկանում է հնդիկ Սատվիկ Սայրաջ Ռանկիրեդիին։ Որքան է այդ արագությունը։ 284 կմ/ժ, 328 կմ/ժ, 493 կմ/ժ եւ 565 կմ/ժ։ Պատկերացնում եք արագությունը փետրագնդակի սկզբնական հատվածում, որովհետեւ աստիճանաբար նվազում է։ Հայկը եւ Էդմոնը պատրաստ են, Էդմոնը նույնիսկ չի թաքցնում եւ ցուցադրում է Գևորգը կողմնորոշվեց, ճիշտ պատասխան Գ, այսինքն 493, Էդմոնը կարծում է 284 եւ Հայկը կարծում է 495։ Իսկ ճիշտ պատասխանն է, չեք հավատա, բայց 565 կմ/ժ։ Այսպիսի ֆենոմենալ արագությամբ ընթացավ փետրագնդակը, նրա հարվածից հետո չունենք ճիշտ պատասխան այս հարցին եւ 5-րդ հարց։ Որ երկրի հավաքականին է Լիոնել Մեսսին խփել իր առաջին գոլն աշխարհի առաջնություններում։ Մեքսիկայի, Սերբիա եւ Չեռնոգորիայի, Նիգերիայի, Կորեայի Հանրապետության։ Առաջին գոլն աշխարհի առաջնություններում Լիոնել Մեսսին խփել է։ Գևորգը պատրաստ է, բայց քողարկում է առավելագույնս իր տարբերակը, որ չարտագրեն։ Ինչ կասեք այս մասին։ Շուտ հիշողություններ կան, թե զուտ կարդացածով։ Իմ հիշելով 6-0 էր։ Թե 6-1։ Սերբիա եւ Չեռնոգորիա ասում է Հայկը, Մեքսիկա ասում է Էդմոնը եւ Գևորգի տարբերակն է Նիգերիայի ականք։ Իսկ ճիշտ պատասխանն է Սերբիա եւ Չեռնոգորիա, Հայկը ճիշտ է պատասխանում այս հարցին եւ վաստակում 1 միավոր Լիոնել Մեսսի առաջին 2006-ին։ Այո, 2006-ին։ Ես ճիշտ ասած առաջնորդվեցի այն լոգիկայով, որ ինքը Նիգերիայի հավաքականին պարբերաբար է խփել։ Իսկ երկու հավաքականին միաժամանակ չէր կարող։ Ես թվաց Սերբիան եւ Չեռնոգորիան երկու։ Լավ, անցնենք առաջ 6-րդ հարց։ Ով է ամենաշատը նվաճել գոլֆի մեյջոր առաջնությունների հաղթողի կոչումը։ Բեն Հոգանը, Ուոլթեր Հեյգենը, Ջեք Նիկլաուսը, Թայգեր Վուդսը։ Ում եք ճանաչում նախ այստեղից։ Բոլորին։ Դե հիմա ուրեմն կողմնորոշվեք, ով է մեյջոր տիտղոսներով առաջատարը։ Էդմոնը կարծես պատրաստ է, շատ։ Ուղղակի մեկին էի ճանաչում դրա։ Զուտ ճանաչելը։ Դե տեսնեմ ձեր տարբերակները, Հայկը B, D ասում է Էդմոնը եւ B նույնպես ասում է Գևորգը, ձեր կարծիքով Ուոլթեր Հեյգենն է, իսկ Էդմոնը կարծում է, որ Թայգեր Վուդսն է։ Իսկ իրականում Ջեք Նիկլաուսն է առաջատարը, նա Թայգեր Վուդսին է անգամ
գերազանցում մեյջորում նվաճած տիտղոսներով ճիշտ պատասխան չունեն։ 7-րդ հարց։ Որ ստադիոնում անցկացվեց 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը։ Էլիս Պարկ, Սոքեր Սիթի, Մբոմբելա, թե Մոզես Մաբիդա։ Թե Գևորգ, քո Աֆրիկան պետք է 2010 վուվուզելների տարին, ինչպես էր ստադիոնը կոչվում, որտեղ եզրափակիչն էր։ Հայկը արդեն գրել է իր տարբերակը, Էդմոնը եւս եւ Գևորգ։ Տեսնենք, Գևորգը կարծում է, որ Էլիս Պարկն է, Էդմոնը կարծում է, որ Մբոմբելան է, իսկ Հայկը կարծում է, ոչ թե կարծում է, վստահ է, որ Սոքեր Սիթին է եւ այո, Յոհանեսբուրգի Սոքեր Սիթի ստադիոնում կայացավ եզրափակիչը, Իսպանիայի հավաքականը հաղթեց Նիդերլանդներին եւ դարձավ առաջին անգամ աշխարհի չեմպիոն։ Մեկ միավոր Հայկ Հովհաննիսյանին եւ գնացինք առաջ 8-րդ հարց։ Ռաֆայել Նադալը Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթել է ռեկորդային 14 անգամ, իսկ առավելագույնը քանի անգամ անընդմեջ է իսպանացին հաղթել Ռոլան Գարոսում։ 4, 5, 6, թե 7։ Կողմնորոշվեցիք բոլորդ եւ տեսնենք B բոլորդ նշում եք 5 անգամ անընդմեջ, այո, դա ճիշտ պատասխանն է 2010-ից 14 թվականների ընթացքում 5 անընդմեջ հաղթանակ տարավ Ռաֆայել Նադալը Ռոլան Գարոսում մեկական միավոր բոլոր մասնակիցներին եւ անցնում ենք 9-րդ հարցին։ Որ թիմի հետ խաղում է Կարիմ Բենզեման խփել իր առաջին գոլը Մադրիդի Ռեալի կազմում։ Խերեսի, Դեպորտիվոյի, Վիլյարեալի, թե Տեներիֆեի։ Այսի իշխանը կպատասխաներ։ Իշխանը կպատասխաներ, ես ավելի քան վստահ եմ։ Իսկ դուք ինչ կարծիք եք։ Եթե չգիտեք, կարող եք ուշարկել։ Տեսնեմ ձեր տարբերակները, Հայկի կարծիքով Դեպորտիվոյի, Էդմոնը կարծում է Տեներիֆեի, Գևորգը եւս կարծում է Տեներիֆեի։ Իսկ Բենզեման իր առաջին գոլը Ռեալի կազմում խփել է Խերեսի հետ խաղում, այնպես որ միավոր չէ։ Պետք է ընտրել Երկու տարբերակի մեջ է։ Դե լոգիկան միշտ այդպես է իրականում, երբ պետք է ընտրես երկուսից մեկը, ընտրում ես սխալը։ Դա կյանքի օրենք։ 10-րդ հարցը հնչում է այսպես. Որ հավաքականն է օլիմպիական գործող չեմպիոնը հոկեյի տղամարդկանց մրցաշար։ Կանադայի, Ֆինլանդիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե Շվեդիայի։ Հայկը արդեն պատրաստ է, նույնիսկ ցույց է տալիս առանց մտածելու, որ կարող են օգտվել Էդմոնը եւս պատրաստ է, Գևորգ Իվարկյան օլիմպիական։ Okay, Մականով, տափողակին։ Ասում է Գևորգը Կանադայի հավաքականը, իսկ Կանադայի հավաքական իրականում եզրափակչում պարտվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականին ճիշտ են պատասխանում Հայկը եւ Էդմոնը մեկական միավոր ստանում են դրա համար։ Շարժվենք առաջ եւ 11-րդ հարցը հնչում է այսպես. որ հավաքականն է ամենաշատը պարտվել աշխարհի առաջնությունների եզրափակիչներում։ Նիդերլանդների, Արգենտինայի, Իտալիայի, թե Գերմանիայի։ Աշխարհի առաջնությունների եզրափակիչներում պարտություններ Նիդերլանդներ, Արգենտինա, Իտալիա, թե Գերմանիա։ Եթե պատրաստ եք, Հայկ շատ երկար մտածում է, փորձում է հիշել Բոլոր եզրափակիչները այո, սկսած 1930 թվականից եւ պատասխանում է D տարբերակը Գերմանիա, D նաեւ ասում է Էդմոնը Գերմանիա եւ Ես ինչպես ասացի խայտարակվելու հետևից է եկել, գրեցի որ նախորդ հարցից պատասխանը առաջի խայտարակությունն էր, իսկ այս հարցի պատասխանն է D։ Բոլորդ պատասխանում է Գերմանիայի 1966, 1982, 1986 եւ 2002 4 անգամ, այո, Գերմանիայի հավաքականն է ամենաշատը պարտվել 3 գտել մեկական միավոր վաստակում այս փուլում, այս հարցում եւ գնանք առաջ։ Որ դարում է Շոտլանդիայում առաջացել քըրլինգը 15-րդ, 16-րդ, 17-րդ, թե 18-րդ։ Որքան հին մարզաձև է, հիմա դուք դա պետք է պարզեք։ Հայկը հաստատ գիտի որ Շոտլանդիայում, բայց որ դարում դա արդեն Ես կղզին եմ հիշում, դա արդեն Ես կղզին եմ հիշում, որտեղ որ քըրլինգի քարերն են պատրաստում, գիտեմ որ քարերը բոլորը մեկ կղզում։ Այո, բոլորը այդ կղզում են պատրաստում, ձեր տարբերակները տեսնենք, Հայկը ասում է A, G ասում է Էդմոնը եւ B տարբերակն է ընտրում Գևորգը եւ իզուր չէ, նա հնագետ, որովհետեւ 16-րդ դարում
Շոտլանդիայում ստեղծվեց այդ հրաշալի մարզաձևը եւ այո, այդ կղզուց քարերը պատրաստվում են մինչեւ օր։ Ընդամենը մի դար է սխալվել Էդմոնը։ Այո, այդպես կարող է լինել։ Շարժվենք առաջ, 13-րդ հարց։ Որ ֆուտբոլիստն է հեղինակել Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ հետ-տրիկը։ Մոհամեդ Սալահը, Մայքլ Նյուելսը, Բաֆետինբի Գոմիսը, թե Կիլիան Մբապեն։ Չեմպիոնների լիգա ամենաարագ հետ բնականաբար չեմպիոնների գավաթի խաղացությունը այստեղ եւս հաշվի առնում մինչեւ 1992 թվական։ Հայկի պատասխանն է Սալահը, Էդմոնը պատասխանում է Գոմիսը եւ Գևորգը պատասխանում է Գոմիսը։ Իրականում Բաֆետինբի Գոմիսի հետ-տրիկը ամենաարագն էր մինչեւ այն պահը, երբ նրան գերազանցեց Մոհամեդ Սալահը, այո, Հայկը ճիշտ է պատասխանում այս հարցին եւ եւս մեկ միավոր Հայկ Հովհաննիսյանի ակտիվում ես կարծում եմ, որ պետք է ավելացնեք Հայկի հետևից հասնելու համար, իսկ դա հեշտ չէ։ Գնացինք 14-րդ հարց։ Որ թվականից Օլիմպիական խաղերում սկսեցին անցկացնել լողափնյա վոլեյբոլի մրցաշարերը։ 1992, 1996, 2000 թե 2004։ Լողափնյա վոլեյբոլ։ Այստեղ կարող եք հիշել որտեղ են անցկացվել Օլիմպիական խաղերը տվյալ թվականներին։ Հա, Թեև դա կարող է եւ բավականաչափ լավ հուշում չլինի։ Գեորգ, ինչ ես մտածում այդքան։ Ես արդեն պատասխանը գրել եմ ու պատրաստ կանգնած եմ։ Մենակ քեզ եմ ցույց տալու։ Դե բոլորդ էլ ցույց տվեք։ Գ, այսինքն 2000 ասում է Հայկը, 2004 ասում է Էդմոնը եւ 1996 ասում է Գևորգը եւ ճիշտ է ասում 1996-ից Ատլանտայի Օլիմպիական խաղերից սկսեցին անցկացնել լողափնյա վոլեյբոլի մրցաշար, մեկ միավոր Գևորգ Ղազարյանը վաստակում։ 15-րդ հարց։ Քանի անգամ է իմ սիրած հարցն Աբրահամ Խաշմանյանը գլխավորել Ալաշկերտը։ 2, 3, 4, թե 5։ Քանի անգամ։ Հիշում եք Բոլոր պատասխանները ճիշտ են։ Հիշում եք անընդհատ վերադառնալ։ Հիմա հաշվեք եւ փորձեք հիշել։ Քանի անգամ։ Ձեր տարբերակները տեսնեմ, Հայկը կարծում է, որ 4 անգամ, Էդմոնը կարծում է 5 անգամ, 5 անգամ էլ ասում է Գևորգ, իրականում ամեն ինչ այդքան վառ չէր, որքան դուք եք պատկերացնում, 3 անգամ է Աբրահամ Խաշմանյանը գլխավորել Ալաշկերտը, այսինքն 1 անգամ գլխավորել է, 2 անգամ վերադարձել Ալաշկերտ, կարելի է այսպես ասել, 3-ն էր ճիշտ պատասխանը, ոչ ոք ճիշտ պատասխան չտվեց։ 16-րդ հարց։ Ինչպես են սումոյում կոչում բարձրագույն կարգի իմբիշին։ Սիկոնա, Ռիկիսի, Օձեկի, թե Յոկոձունա։ Ճապոներենի մասնագետներ ունենք։ Ճապոնիայում եղել Սիկոնա, են, բայց Ռիկիսի, Օձեկի եւ բանը Յոկոձունա։ սրան չասա։ Ասեմ, որ ոչ մի բառ այստեղ հորինված բառ չէ։ ես ընտրել եմ միակը, որը ծանոթ է։ Միակը, որը ծանոթ է, իսկ որն է ծանոթ, մենք հիմա կտեսնենք։ Հայկը ասում է Յոկոձունա, Էդմոնը ասում է Յոկոձունա, իսկ Գևորգը ասում է Սիկոնա։ Յոկոձունան է իհարկե ճիշտ պատասխանը։ Յոկոձունան ամենաբարձր կոչում ունեցող սումոիստն է։ Դա հիշեք, մի օր հնարավոր է կարիքս գա։ Իսկ Սիկոնա ինչա նշանակում։ Դա ես կասեմ հաղորդումից հետո։ Ես ուղղակի Մեկական միավոր Շայկին եւ Էդմոնին գրանցեցինք եւ շարժվում ենք առաջ։ 17-րդ հարց։ Ֆուտբոլի աշխարհի որ թվականի առաջնությունից մրցավարներին թույլ տվեցին հրաժարվել սևից եւ կրել տարբեր գույնի համազգեստի։ 1986, 1990, 1994, թե 1998։ Հիշում եք, որ ժամանակին միայն սևով էին մրցավարներ, նույնիսկ սևազգեստ մարդիկ էին նրանց անվանում, բայց ինչ որ պահից դա վերացավ։ Իսկ Գևորգ կարծես խորամանկ հայացքով գիտի որ թվականից էր, եթե պատրաստ եք Ընտրեմ ցուցադրեք, Հայկը կարծում է 98-ից, նույնպես 98-ից ասում է Էդմոնը եւ միակ ճիշտ տարբերակը Գևորգ Ղազարյանն է հնչեցնում 1994 թվականից Ամերիկայի Միացյալ Նահանգներից սկսած Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնությունից սկսած մրցավարները հագնում են տարբեր գույնի համազգեստեր, մեկ միավոր Գևորգի։ Շարունակում ենք խաղը եւ մոտենում ենք առաջին փուլի ավարտին, 18-րդ հարցն եմ հնչեցնում։ Բեյսբոլում քանի խաղացող է միաժամանակ գտնվում խաղադաշտում պաշտպանվող թիմի կազմում։ 8, 9, 10, թե 11։ Ոչ մի տարբերակ բան չի ասում։ Թվերը ծանոթ չեն։ Ուղղակի զուտ թվերը ծանոթ չեն, հա։ 7-ից հետո Թվերը հենց ծանոթ են, ես ամեն օր օգտագործում մինչև 7-ն եմ հաշվում։
Հայկը կարծես կողմնորոշվել է, չգիտեմ, գուշակելով թե պատահականության սկզբունքով։ Բեյսբոլը խաղերից ոչ եմ հետևում։ Դե սպասենք Գևորգ գրի, ցուցադրեք, Հայկը կարծում է, որ 8, նույնպես 8 ասում է Էդմոնը եւ նույնպես 8 ասում է Գևորգը իրականում 9 խաղացող է պաշտպանվում բեյսբոլում։ 9։ Սա հիշեք, մի օր հնարավոր է Միացյալ Նահանգներում լինեք եւ հասկանաք ինչ են անում։ Մի անգամ էր պետք գալու, այսօր չեկա։ Այս փուլի նախավերջին ած։ Որ թիմի դեմ անցկացրեց Չեմպիոնների լիգայում իր վերջին հանդիպումն Իկեր Կասիլյասը։ Յուվենտուսի, Գալաթասարայի, Լիվերպուլի, թե Ռոմայի։ Իկեր Կասիլյաս թե հիշեք։ Չեմպիոնների լիգա, նրա վերջին հանդիպումը եւ ժամանակն է պատասխանները ցուցադրելու։ Հայկի կարծիքով Յուվենտուսն էր, Էդմոնը կարծում է, որ Լիվերպուլն էր, նույնպես Յուվենտուս պատասխանում է Գևորգ։ Համակարգիչ։ Եթե հիշվեք Կասիլյասի վերջին խաղը Պորտուի կազմում էր, իսկ խաղում էր Պորտուն այդ ժամանակ Լիվերպուլի հետ եւ ճիշտ է պատասխանում միայն Էդմոնը եւ նա է ստանում 1 միավոր։ Եվ վերջին 20-րդ հարցը առաջին փուլի այսպիսի։ Նշված մարզաձևերից, որը չեն խաղում ռակետով, լակրոսը, պադելը, սկվոշը, փիքլբոլը, ծանոթ են մարզաձևերը։ Առաջի երկուսը, հա։ Դե հիմա ասեք, որը ռակետով չեն խաղում։ Եվ ձեր տարբերակները D, երեքդ մտածում եք, որ փիքլբոլը։ Գիտեք փիքլբոլը։ Փիքլբոլը պադելի նման խաղ է, իդեպ Անդրե Աղասին է հիմա շատ խաղում փիքլբոլ։ Ջեք Սոքը թենիսիստի կարիերան ավարտելուց հետո փիքլբոլ է խաղում պրոֆեսիոնալ մակարդակում։ Դա իհարկե խաղում են ռակետով։ Իսկ լակրոսը չեն խաղում ռակետով, որովհետև լակրոսում երկար ձող է, որի վրա ամրացված է ցանց, թիթեր բռնելու սարք, այսպես կարելի ասել, եւ դրանով գնդակը փորձում են փոխանցել միմյանց։ Լակրոսն էր ճիշտ։ Պատասխանը ոչ ոք միավոր այս հարցի համար չի ստանում եւ մենք կարող ենք ամփոփել առաջին փուլը։ Այսպիսով, առաջին փուլի արդյունքում մենք ունենք հետեւյալ պատկերը։ Էդմոն Մարտիրոսյանը 6 ճիշտ պատասխան է տվել, 6 միավոր ունի նա։ 7 ճիշտ պատասխան է տվել Գևորգ Ղազարյանը, 1 միավոր առաջ է Էդմոնից։ Իսկ առաջատարը առաջին փուլից հետո Հայկ Նեովանեսյան 9 ճիշտ պատասխանով, այսպիսի պատկեր ունենք, Հայկ տպավորությունով դժգոհ ես քո արդյունքից։ Ակնկալում էիր որքան։ Գոնե 10+ լիներ, 11, 12։ Այսինքն 1 ճիշտ պատասխան չբավականացեց, բայց ոչինչ, այսպես լինում է։ Ամեն ինչ դեռ առջևում է մեր խաղում, մենք անցնում ենք երկրորդ փուլ։ Շարունակում ենք Գիտելիգայի 3-րդ քառորդ եզրափակիչը, առաջին փուլից հետո Հայկ Հովհաննիսյանը առաջատարն է, Գևորգ Ղազարյանը երկրորդ տեղում է, իսկ Էդմոն Մարտիրոսյանը եզրափակում է այս պայծրությամբ եռյակը։ Մենք երկրորդ փուլում ենք, որտեղ ինչպես տեսնում եք վիճակահանության պես ինչ-որ բան կա, բայց վիճակահանության հույսին չենք մնալու, այսպես խորը իմաստով, թեև ընտրություն այստեղ կատարվելու է։ Հիշեցնեմ կանոնները երկրորդ փուլի։ Ձեր առջև 6 գնդակ է, որտեղ 6 թեմա է քողարկված։ Ես քիչ հետո այդ թեմաները կասեմ։ Հերթով մոտենալու եք եւ ընտրեք ձեզ համար թեմա։ Այդ թեմայի շուրջ պատասխանելու եք 10 հարցի։ 10 հարցի պատասխանելու համար կունենաք 70-ական վայրկյան։ Եթե 70 վայրկյանից շուտ եք պատասխան բոլոր 10 հարցին, ժամանակը կանգնում է, դուք վաստակել եք այդ թեմայի շուրջ առավելագույն միավոր։ Ամեն ճիշտ պատասխանը 1 միավոր է, իսկ ընտրությունը կատարում ենք առաջատարից հետնապահ հերթականությամբ։ Սկզբում Հայկը, հետո Գևորգը, հետո Էդմոնը։ Եվ այդպես երկուական անգամ, երկուական թեմայի եք դուք պատասխանել։ Հիշեցնեմ, որ այս փուլում շատ կարևոր է արագությունը, միևնույն ժամանակ պետք է պահպանել սառնասրտություն։ Պետք է լսել ուշադիր, գործել արագ եւ այդպես կկարողանաք վաստակել շատ միավորներ։ Հիմա ասեմ ինչ թեմաների շուրջ ենք խաղալու երկրորդ փուլը։ Եվրո 2024 իմ տունն իմ ամրոցն է, ինչը ֆուտբոլային ստադիոնների մասին է, իմաստունների լեզվով, ամեն ինչ շախմատի մասին, հայրաքաղաքի լեգենդները, Գյումրին ներկայացնող մարզիկներն են այստեղ, պատմական գոլեր, խոսքը բնականաբար ֆուտբոլի մասին է, եւ ջոկեր, այս թեմայի տակ քողարկված են հարցեր Նովակ Ջոկովիչի մասին։ Խնդրեմ, ուսումնասիրեք, պատկերացրեք, ինչ եք քաշելու, թեև շատ բան չեք կարող որոշել, եւ եթե պատրաստ եք, կարող ենք սկսել։ Հայկ, առաջատարը դու ես, առաջին փուլից հետո մոտեցիր եւ գնդակներից մեկը տար քեզ հետ։ Այստեղ խառնելը կարեւոր է, ահա։ Խնդրեմ, հիմա կտեսնենք, որ տակ գնդակն է ընտրել Հայկը։ Այո, տակ գնդակը։ Իսկ Հայկը ընտրել է
Պատմական գոլ է։ Պատմական գոլ էր թեման, որը շատ հետաքրքիր է եւ հայք հիշեցնեմ 70 վայրկյանի ընթացքում պետք է փորձես 10 հարցի պատասխան։ Եթե չգիտես կամ չես հիշում, կարող ես ասել անցնում ենք հաջորդ հարցին։ Այդ հարցին վերադառնալու տարբերակ այլևս չի լինելու։ Պատրաստ ես հայք։ Այո։ Ուրեմն 70 վայրկյանը գնաց։ 2002 թվականի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակում ով Զինեդին Զիդանին կատարեց լեգենդար գոլի փոխանցում։ Ռոբերտո Կարլոսը։ Ճիշտ է, որ թվականի աշխարհի առաջնության եզրափակում Ջեֆրի Հըրսթը խփեց հանրայինի ուրվական գոլը։ Ճիշտ է։ Իսպանիայի Գավաթի խաղարկությունում որ թիմին Լիոնել Մեսին խփեց գոլը։ Ոչ Խետաֆեին, որ դարպասապահին Գարեթ Բեյլը խփեց իր հանրայինի գոլը 2018 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակում։ Մոռացա դրա անունը։ 2018 Չեմպիոնների լիգա արագ, ավելի արագ։ Լիվերպուլի դարպասապահներ մոռացա անուն, անցանք։ Լորիս Կարիոսին 1998 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակում Դենիս Բերկամպը խփեց մունդիալների պատմության ամենագեղեցիկ գոլերից մեկը, իսկ ով էր այդ խաղում Նիդերլանդների մրցակիցը։ Արգենտինա։ Ճիշտ է, Չեմպիոնների լիգայի 2017-18 թվականների խաղարկությունում Կրիշտիանո Ռոնալդոն շրջադարձ շքեղ հարվածով գրավեց Յուվենտուսի դարպասը, իսկ որ փուլում կայացավ այդ հանդիպումը։ Քառորդ եզրափակիչ։ Ճիշտ է, 1997 թվականին Ռոբերտո Կարլոսը Բրազիլիայի հավաքականի կազմում խփեց պատմության ամենագեղեցիկ գոլերից մեկը տուգանային հարվածով, ում հետ էր մրցում Բրազիլիա։ Ճիշտ է, հենց այդ ֆուտբոլիստի խփած, բայց չարցանագրված գոլը 2010 թվականի աշխարհի առաջնությունում դարձավ վառ համակարգի ներմուծման հիմքը։ Սա վերջին հարցն էր, որ հասցրի ընթերցել, կարող ես մի փոքր էլ մտածել։ Չարցանագրված 2010-ին։ Այո, ով գոլ խփեց չարցանագրվեց 2010-ին եւ Կարլոս Տևեսը։ Ոչ, ճիշտ պատասխանն էր Ֆրենկ Լեմպարդը, նրա գոլը ակնհայտ գոլը չարցանագրվեց։ Հասկացա, Գերմանիային, հա։ Այո, շատ ճիշտ է եւ 8 հարց հասցրի հայք ընթերցել, այո, եւ այդ 8-ից դու ճիշտ պատասխանեցիր 5-ին։ 5 ճիշտ պատասխան, կարծում եմ վատ չէ, բայց կարող էր լինել ավելի լավ։ Հաշվի առնելով, որ օրինակ Լեմպարդի մասին հարցը դու պետք է իմանայիր։ Մեսին էլ կասի, եթե շուտ չպատասխանի։ Այո, որովհետեւ խառնեցիր այլ գոլի։ Այստեղ տեսնեք շատ կարևոր է, որովհետեւ լսել միջև վերջ։ 5 միավոր գումարում ենք հայկի ունեցած միավորներին եւ Գևորգ, քո հերթն է, խնդրեմ։ Ես եկա հայկ ուզում էի օգնել ընթացքում, բայց չէր կարելի, որովհետեւ մրցակցությունը թույլ չի տալիս։ Հիմա տեսնենք Գևորգը որ թեման է։ Իդեպ էսի զգում եմ այն փուլն ալնելու, որտեղ ես խայտարակվել եմ։ Խաղի սկզբից դու փորձում ես խայտարակվել, բայց չի ստացվում։ Որն է թեման հայրաքաղաքի լեգենդները։ Հայրաքաղաքի լեգենդները, այսինքն ամեն ինչ գյումրեցի մարզիկների մասին։ Գյումրիում երբ ես վերջին անգամ եղել։ Ուղղակիորեն 1 ամիս առաջ։ 1 ամիս, դա շատ է։ Իդեպ հանդիպել եմ Գյումրվա լեգենդներից մեկի Անդրանիկ Բարիկյանին։ Ահա, շատ լավ։ Անդրանիկ Բարիկյանի մասին հարց հուսով եմ չունենք։ Գնացինք, եթե պատրաստ ես, Գևորգ։ Այո։ Պետք է ժամանակ տրամադրվելու համար։ Հա։ Ժամանակը սպառվեց։ Եվ այսպես, Գևորգ Ազանի հետ խաղում ենք հայրաքաղաքի լեգենդները։ Թեման 70 վայրկյանը գնաց։ Որ թվականին է Յուրի Վարդանյանը նվաճել իր միակ ոսկե մեդալն օլիմպիական խաղերում։ 86։ Ոչ 1980, 2013 թվականի մարտի 10-ին այդ հարձակվողը Մոսկվայի Սպարտակի կազմում նորամուտը նշեց հետ-տրիկով։ Յուրամովսյան։ Ճիշտ է, 1987 թվականին նրա 8 մետր 86 սանտիմետր արդյունքը մինչև օրս հեռացածքի Եվրոպայի ռեկորդն է։ Էմիան, Ռոբերտ։ Ճիշտ է, հունարոմեական ոճի ըմբիշ այդ հայրն ու որդին տարբեր տարիներին հանդես են եկել օլիմպիական խաղերի եզրափակում։ Արսեն եւ Լևոն Ջուլֆալակյաններ։ Ճիշտ է, օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր այդ ծանրորդը Հայաստանի հավաքականում արկա մրցակցության պատճառով 2022 թվականից ներկայացնում է Բահրեյնը։ Գոր Մինասյան։ Ճիշտ է, 2003 թվականից նա ֆուտբոլի Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն էր մինչև 10 տարի անց նրան շրջանցեց Հենրիխ Մխիթարյանը։ Մի հատ էլ կընթերցեք խաղ։ 2003 թվականից նա Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն է։ Ճիշտ է, այդ ծանրորդը 1988 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալ նվաճեց ԽՍՀՄ, իսկ 92-ին ոսկե մեդալ ԱՊՀ թիմի կազմում։ Իսրայել Միլիտոսյանն էր ճիշտ պատասխանը։ Եվ վերջին հարցը լավ ես հասցնում եմ ընթերցել, որ հարգի մեդալն է Արթուր Ալեքսանյանն ավելի շատ նվաճել օլիմպիական խաղերում։ Արծաթը ճիշտ պատասխանը եւ Գևորգ Ղազարյանը կարելի ասել խզարեց այս փուլում ծափահարությունների արժանացավ նույնիսկ մրցակիցների կողմից եւ գնացի Գյումրի։ Գևորգ, ես իրականում ընթերցել 8 հարց, որից 6-ին
Դու ճիշտ պատասխանեցիր։ Ռեկորդը այս փուլում առայժմ Էրնեստ Շաբոյանինն է 7 ճիշտ պատասխաններ տվել, բայց դու շատ մոտ էիր։ Ամեն դեպքում շատ լավ ցուցանիշ է 6 միավոր ներողություն գումարում ենք Գևորգի ունեցած միավորներին եւ բարձր նշաձող Էդմոն պետք է Ես շախմատը կվերցնեմ ու հակառ ռեկորդ։ Դե փաստ չէ որ կարող ես դա ընտրել, հիմա տեսնենք ինչ թեմա ես ընտրում։ Ուսամ շախմատը չի։ Դե շախմատ Որ շատ ասես գիտես, հենց շախմատել են գնելու է։ Այո։ Իմաստունների խաղը, իմաստունների լեզվով թեմայում խաղում ենք Էդմոն Մարտիրոսյանի հետ, սա իհարկե շատ հետաքրքիր է, բայց պետք չէ ուսահատվել նախապես, որովհետև այստեղ անուններ են եւ անվանումներ, որոնք պետք է իմանաս։ Պատրաստ ես։ Այո։ Դե եթե պատրաստ ես, ուրեմն 70 վայրկյանը գնաց։ 1963 թվականին հենց նա ընդհատեց Միխայել Բոտվիննիկի 15-ամյա հեգեմոնիան եւ դարձավ աշխարհի 9-րդ չեմպիոնը։ Անցանք։ Տիգրան Պետրոսյան, աշխարհի չեմպիոնի կոչման համար այդ մրցամարտը Ֆիդեի նախագահ Ֆլորենսիո Կամպոմանեսն ընդհատեց 48 պարտիայից հետո։ 1 տարի անց կայացավ նոր մրցամարտը, որտեղ վերջապես պարզվեց աշխարհի նոր չեմպիոնը։ Ովքեր էին այդ ժամանակ մրցում միմյանց հետ աշխարհի թագի համար։ Անցանք։ Անատոլի Կարպովն ու Գարի Կասպարովը։ Ինչպես է կոչվում շախմատային գլխավոր անատական մրցանակը, որը 1967-ից 88 ոչ շախմատային Օսկար։ Ինչպես է շախմատում կոչվում իրավիճակը, երբ շախմատիստի հաջորդ քայլը կբերի պարտության կամ դիրքի ակնհայտ վատթարացման։ Շախ։ Ոչ ցուկցվանք, նա համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող է, ռապիդի եւ բլիցի աշխարհի չեմպիոն, միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցաշարի հաղթող։ Ոչ Լևոն Արոնյանը շտապել պետք չէ, ինչպես է անցած դարի 80-90-ական թվականներին տղամարդկանց հետ հավասար պայքար մղող Հունգարուհի Ժուժա Սոֆիա եւ Հուդիտ քույրերի ազգանունը։ Փաս։ Կարող եմ հուշել։ Ոչ 1995-ից 2018 թվականներին ռուսաստանցի այդ քաղաքական գործիչը ռեկորդային 23 տարի գլխավորեց Ֆիդեն։ Սա վերջին հարցն էր, որը հասցրի ընթերցել, իսկ ճիշտ պատասխանը Էդմոնը գիտի թե չի։ Չգիտի։ Դե Գևորգը կարող է ասել։ Ես հարցը չլսեցի։ Կիրսան Իլումժինովի մասին էր խոսքը, նա ամենաերկարը։ Ես լսել եմ ալմանորակայինների հետ կապ ունեցել իր հայտարարությամբ։ Ինչ հետաքրքիր պատկեր ունենք Էդմոն։ Տենց բան էր ասում։ Դու չպատասխանեցիր ոչ մի հարցի, ավելի ճիշտ չպատասխանեցիր ոչ մի հարցի եւ բայց արդյունքան համար ասեմ, որ 4 հարցին, 3-ից 4 հարցին կարող էի պատասխանել։ Կարող ես պատասխանել, որովհետև Լևոն Արոնյանի դեպքում պետք չէր շտապել այնտեղ հուշող բաներ վերջում լինելու, շտապելը միշտ խանգարում է, այո։ Եվ առաջին անգամ իդեպ մեր խաղի պատմության մեջ երկրորդ փուլի թեմայի շուրջ 0 միավոր մասնակիցներից մեկը վաստակեց, գոնե այս առումով առանձնացար Էդմոն, ված չէ։ Բայց եւս մեկ հնարավորություն ունես։ Մենք կխնդրենք Հայկին վերադառնալ վիճակահանության գործընթացին եւ մնացած 3 թեմաներից մեկը Հայկը իր հետ կտանի տուն, այսպես ասենք, իսկ նրա գիտելիքը փորձենք մենք տանել տուն, Հայկ։ Ճիշտ ասած, մնացած 3 թեմաներն էլ հավասարաչափ վատ հետաքրքիր են։ Հետաքրքիր։ Հա։ Իսկ որն է բաժինը։ Եվրո 2024։ Եվրո 2024 թերևս ամենաթարմ թեման մնացածներից Եվրոպայի վերջին առաջնությունը այս պայմանությամբ եւ ինչքան մոտ է, այնքան վատ ենք հիշում։ Այո, ես ունեմ այդպիսի խնդիր։ Ես էլ։ Եթե դու էլ ուրեմն ավելի հետաքրքիր կլինի։ Որ թվականին է տեղի ունեցել Եվրո 2024։ Էդի 21-ի 2020-ի Եվրոին լավ կլինի։ Անվելի պատմությունն է։ Հայկ, պատրաստ ես Այո։ Եվրո 2024-ը վերհիշել։ Այո։ Ժամանակը գնաց։ Որն է միակ քաղաքականը, որը Եվրո 2024-ում նշեց նորամուտը։ Վրաստանը։ Ճիշտ է, Եվրո 2024-ի բացման խաղում ինչ հաշվով տանտեր Գերմանիան հաղթեց Շոտլանդիային։ 3-0։ Ոչ 5-1, քանի միավոր վաստակեց Իսպանիան, Իտալիայի, Խորվաթիայի եւ Ալբանիայի հետ խմբում։ 9։ Ճիշտ է, քանի գոլ խփեց Գերմանիայում Եվրոների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Կրիշտիանո Ռոնալդոն։ 1։ Ոչ մի գոլ չխփեց, ինչ նույն հաշվով ավարտվեցին Եվրո 2024-ի վերջին 4 խաղերը։ 1-1։ Ոչ 2-1, ով խփեց Իսպանիայի հավաքականի հաղթական գոլը Անգլիայի հետ եզրափակիչ խաղում։ Օյարսաբալը։ Այո, ճիշտ է, Եվրո 2024-ում որ հավաքականի դարպասը խփեց իր միակ գոլը Լամին Յամալը։ Ֆրանսիայի։ Ճիշտ է, Լամին Յամալը Եվրո 2024-ի գոլ հեղինակած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր, իսկ ով էր ամենատարեցը։ Ժամանակը Հայկ։ Անցանք։ Լուկա Մոդրիչը, որ հավաքականը պայքարից դուրս մնաց Եվրո 2024-ի 1/8 եզրափակում, ամբողջ մրցաշարում չկրելով ոչ մի պարտություն հիմնական ժամանակում։ Սա վերջին հարցն էր, որ հասցրի ընթերցել, ժամանակը սպառվեց եւ դուք Շվեյցարիան։
Ոչ, Սլովենիայի հավաքականը 3 ոչ ոքի խաղաց։ Անգլիայի հետ վերջում, 1/8 եզրափակում էլ հիմնական ժամանակում չպարտվեց եւ Հայկը մեզ տվեց 4 ճիշտ պատասխան, ինչը նույնպես վատ ցուցանիշ չէ, հաշվի առնելով որ առանց այդ էլ նա առաջատարի դիրքում էր, Հայկը ավարտեց իր ելույթը այս փուլում, իսկ հիմա Գևորգ Ղազարյանի հերթն է, Գևորգ համեցի։ Գալիս եմ ընտրելու իմ տունն իմ նամրոցն է, որովհետև տանս ռեմոնտի մասին ամեն ինչ գիտեմ։ Հուսանք։ Բացի այդ մնացել է պատմական գոլեր։ Չէ, ոչ պատմական գոլեր, ջոկերն է մնաց։ Այո, ստադիոնը կուզեի, բայց իմ տունն իմ նամրոցն է։ Իմ տունն իմ նամրոցն է։ Այո, իմ տունն իմ ամրոցն է, սա նշանակում է խոսքը գնալու է ֆուտբոլային ստադիոնների մասին։ Շատ լավ հետաքրքիր թեմա է, մնում է չշտապել, բայց շտապելով։ Ու հիշել ամեն ինչ։ Պատրաստ ես, Գևորգ։ Այո։ 70 վայրկյանը Գևորգ Ղազարյանի համար գնաց։ Estadio de Boca Juniors, Estadio Camilo Sichero, այժմ Estadio Alberto José Armando, սակայն առավել հայտնի է այս ստադիոնը ժողովրդական անվամբ, որն առաջացել է Այո։ Բոմբոներա, ճիշտ է։ Հենց այդ ստադիոնում Զինեդին Զիդանը դուբլ գրանցեց եւ Ֆրանսիայի հավաքականին պարգևեց առաջին հաղթանակը մունդիալներում։ Parc des Princes։ Ոչ Stade de France, այդ անվանումը կրում են Գյումրիի, Արմավիրի, Չարենցավանի ստադիոնները։ Քաղաքային։ Ճիշտ է, ֆուտբոլային այդ գործչի անունով են կոչվում Ֆիորենտինայի եւ Սիենայի ստադիոնները։ Մոռացել եմ անունը։ Արտեմիո Ֆրանկի, ինչպես է այլ կերպ կոչվում Signal Iduna Park կամ BVB ստադիոնը։ Մի վարքյան։ Արագ, Գևորգ ժամանակը։ Գրողը տանի, չեմ հիշում։ Վեստֆալեն ստադիոն, որ ստադիոնում էր հանդես գալիս Լոնդոնի Արսենալը, երբ անցկացրեց իր առանց պարտությունների հայտնի մրցաշրջանը։ Emirates։ Ոչ, Հայբերի։ Top 5 առաջնություններից մեկը ներկայացնող որ երկու ակումբների ստադիոններն են գտնվում իրարից 19 մետրի հեռավորության վրա։ Փարիզն ու PSG-ն։ Ճիշտ է, 8-րդ հարցը, որ ստադիոնին է պատկանում հանդիսականների քանակի բացարձակ ռեկորդն աշխարհի առաջնություններում։ Մի հատ էլ խնդրում եմ։ Որ ստադիոնին է պատկանում հանդիսականների քանակի բացարձակ ռեկորդն աշխարհի առաջնություններում։ Ացտեկա, Մեքսիկա։ Ոչ, սա վերջին հարցն է, որ Մարականա, իսկ դա Մարականան է 1950 թվականին 200,000 հանդիսական, այնտեղ պլյուս մինուսով։ Ուրուգվայի հետ եզրափակ։ Գևորգ, ու ընդամենը 3 ճիշտ պատասխան, թեև Ափսոս։ ես անձամբ ակնկալում եի ավելի շատ այս թեմայի շուրջ։ Ափսոս թեմա էր, այսպես ասենք, բայց ված չէ։ Եթե Գերմաները նստներ, Վեստֆալենը Վեստֆալեն ստադիոնը պետք է իմանալ։ Կարծում եմ, Էդմոն, մեկ թեմա է մնացել, որը գիտենք ինչ է, բայց ամեն դեպքում պետք է գալ, այո, մեր հետևորդները պետք է հարգելով Նովակ Ջոկովիչին ինձ թվում է պետք է։ Ճանաչում ես Ջոկերին։ Իհարկե։ Իհարկե, դիտում ես թենիս։ Մի Նիկոլա հատ Յոկիչ։ համոզվենք, որ Ջոկերը գրված այստեղ։ այստեղ։ Չեմ Այո, հայ, Ջոկեր։ բայց օլիմպիական խաղերի եզրափակիչը դիտել է։ Միայն այդ խաղը բավական չէ։ Իհարկե։ Բայց Նովակ Ջոկովիչը այն մասշտաբի, այն տրամա չափի, այսպես ասենք, մարզիկն է։ Բայց արձանագրենք, որ Բաղդասարն ընդհանրապես չբերեց երկու թեմաների արձանագրեցինք, բայց դա չի ազատում պատասխանատվությունից, պետք է այս փուլը ավարտել։ Պատրաստ ես Էդմոն։ Այո։ 70 վայրկյան ունի Էդմոն Մարտիրոսյանը, գնացինք։ Մեծ սաղավարտի մրցաշարերի քանի տիտղոս է նվաճել Նովակ Ջոկովիչն այս պայդրությամբ։ 24 ճիշտ է, ում հաղթեց Նովակ Ջոկովիչը Փարիզի օլիմպիական մրցաշարի եզրափակ։ Ճիշտ է, Ռոլան Գարոսում ում հետ է ավանդական պարային չելենջ կազմակերպում Նովակ Ջոկովիչը։ Փաս։ Արինա Սաբալենկայի ռեկորդային քանի տիտղոս է Նովակ Ջոկովիչը նվաճել Ավստրալիայի բաց առաջնություն։ Ոչ 10, 2010 թվականին որ մրցաշարում Ջոկովիչը հաղթեց, ընկերակցելով Վիկտոր Տրոիցկին, Յանկո Տիպսարևիչին եւ Նենադ Զիմոնիչին։ Փաս։ Դեվիսի գավաթում մեծ սաղավարտի մրցաշարերում Նովակ Ջոկովիչն ընդամենը 2 անգամ է պարտվել, երբ արչեվում է եղել 2-0 հաշվով։ Առաջին պարտությունը 2010-ի Ռոլան Գարոսում էր Յուրգեն Մելցերից, ումից էր երկրորդ Ռաֆայել Նադալ։ Ոչ, ճիշտ պատասխանը Ժոաո Ֆոնսեկայից այս տարվա Ռոլան Գարոսում։ Ով է միակ թենիսիստը, ում Նովակ Ջոկովիչը պարտվել է 29 անգամ, բայց արչեվում է միմյանց միջև խաղերում։ Ռաֆայել Նադալ։ Այսա ճիշտ է, ինչ մականուն ունի Նովակ Ջոկովիչը բացի ջոկերից։ Շտապել է պետք Էդմոն։ Էդմոն։ Փաս։ Սերբինատոր, առնվազն քանի տիտղոս է նվաճել Նովակ Ջոկովիչը Masters շարքի մրցաշարերից յուրաքանչյուրում։ Ընդհանուր 101։ Ոչ, առնվազն քանի տիտղոս, ամենցա վերջին հարցն է կարող ես մտածել իդե 10-րդը չեմ հասցի։ Առնվազն քանի տիտղոս է Ջոկովիչը նվաճել Masters մրցաշարերից յուրաքանչյուրում։ Առնվազն քանի տիտղոս, այսինքն յուրաքանչյուրում այդքան անգամ նվազագույն տաղացնական 2, ճիշտ է, ասել 2, որովհետև
Մինիմում 2 անգամ ամեն Masters մրցաշարում նա հաղթանակ ունի եւ Էդմոն Մարտիրոսյանը կրկնում է Գևորգի ցուցանիշը 3 ճիշտ պատասխան։ Ընդհանրապես այսպես թույլ չէր Նովակ Ջոկովիչի թեմայից, բայց կարող էր ամեն ինչ ավելի լավ լինել։ Ինձ թվաց մականունը Նոլեն է 0 է ցույց տալի Էդմոնին։ Նոլեն փաղաքշական անունն է Նովակի։ Ես էլ ճիշտ ասած չէի հասկանում Հայկի հուշումը։ Ջոկեր արդեն են։ Այո, մենք հիմա Բացի ջոկերից ամփոփ ենք երկրորդ փուլը։ Պարոնայք ված չէր։ Ընդհանուր առմամբ ես կասեի տպավորիչ էր։ Ամփոփ ենք երկրորդ փուլը, այստեղ Էդմոնը 3 միավոր վաստակեց։ Ոչ մի ճիշտ պատասխան առաջին թեմայի շուրջ եւ 3-ը երկրորդ թեմա։ Իսկ Հայկը եւ Գևորգը հավասար միավոր վաստակեցին, 9-ական միավոր վաստակեցին, այսպիսի պայքար է ընթանում եւ ընդհանուր հաշիվը այս պահին այսպիսին է՝ Էդմոն Մարտիրոսյան 9 միավոր, Գևորգ Ղազարյան 16 միավոր եւ Հայկ Հովհաննիսյան 18 միավոր։ 2 միավորի առավելությունը Հայկը Գևորգի նկատմամբ պահպանեց։ Էդմոն բարդ է լինելու երրորդ փուլում հասնել առաջատարներին, բայց պայքարել պետք է մինչև վերջ։ Եվ մենք անցնում ենք երրորդ փուլ։ Շարունակում ենք Գիտելիգայի 3-րդ քառորդ եզրափակիչ առաջին 2 փուլն անցանք եւ ստատուս քվոն պահպանվեց։ Հայկ Հովհաննիսյանն առաջատարն է, երկրորդը Գևորգ Ղազարյանն է, Էդմոն Մարտիրոսյանը եզրափակում է առայժմ եռյակը եւ մեզ սպասում է երրորդ փուլ։ Դուք ունեք ձեր գույները, կանաչը Հայկի համար, կապույտը Էդմոնի եւ դեղինը Գևորգի։ Էկրանին շատ կարճ կերեվա 12 վանդակներից, որի տակ են քողարկված ձեր գույները։ Իսկ ձեր գույների տակ ձեր հատուկ թեմաներն են։ Բացի դրանից կա մոխրագույն, այնտեղ չեզոք թեմա է, որն առայժմ չեք իմանալ։ Չեզոք թեման կիմանաք ինչ է, եթե ընտրեք այդ վանդակներից մեկը։ Եթե ամեն ինչ հասկանալի է, ես ասեմ ձեր հատուկ թեմաները, որից հետո դուք կտեսնեք վանդակները։ Եվ այսպես Հայկ Հովհաննիսյանը այսօր ընտրել է Բարսելոնա 2005-2006 թվականների մրցաշրջանում այս Փոքրիկ նվեր Գևորգին։ Մերսի։ Փոքրիկ նվեր Գևորգին, այո։ Գևորգը այսօր ընդհանրապես նվեր չի մատուցել ոչ ոքի, որովհետև ընտրել է 2025-26 թվականների մրցաշրջանի սերիա B-ն։ Այո, սերիա B։ Գնացեք ու մտածեք B սերիայում ինչ է կատարվել։ Իսկ Էդմոն Մարտիրոսյանի հատուկ թեման է այսօր Սան Մամեսը։ Բիլբաոյի Ատլետիկի ստադիոն։ Այսպիսի թեմաներ են չեզոքի մասին դեռ չեմ խոսում եւ հիմա կխնդրեմ ցուցադրել վանդակները իրենց գույներով։ Ուշադիր եղեք, հիմա շատ կարճ ժամանակով կտեսնեք ձեր գույները, փորձեք ֆիքսել։ Ահա, այսպես։ Հասցրիկ, հուսով եմ եւ սկզբունքը մեզ մոտ չի փոխվում, սկսում ենք առաջատարից։ Հայկ Հովհաննիսյանը կարող է ընտրել առաջին թիվը եւ տեսնենք ինչ։ Համար 1, խնդրում եմ բացեք առաջին վանդակը եւ այստեղ վստահ եմ, որ կանաչ է վանդակը, Հայկը հիշել է դա, այո, կանաչն է եւ առաջին հարցը Հայկ Հովհաննիսյանի հատուկ թեմայից Բարսելոնա 2005-2006։ Եվ այսպես, որն էր միակ թիմը, ում Բարսելոնան Լա Լիգայի 2005-6 թվականների խաղարկությունում պարտվեց 2 անգամ։ Միայն այդ թիմին Բարսելոնան պարտվեց 2 խաղում։ Այսպես, չէի սպասում։ Չէ։ Իսկ ես Սպասում էի։ Ես եւս պատրաստվել եմ Հայկ։ Հետաքրքիր հարց է։ 5 վայրկյան։ Ատլետիկո Մադրիդ։ Սա գուշակում ես թե Հիշում եմ, որ մեկը պարտվել են մեկը հաստատ։ պարտվել է։ Պարտվել է նաև երկրորդում, ճիշտ է, Այո։ Ատլետիկո Մադրիդ միակ թիմը, որը Բարսային հաղթեց 2 անգամ այդ մրցաշրջանում, Հայկը ճիշտ է պատասխանում եւ ստանում է 1 միավոր այս հարցի համար։ Գևորգ, լսում եմ քո թիվը։ Երկրորդը, դե առաջինից Երկրորդը։ հետո երկրորդն է պետք ընտրել։ Միշտ այդպես է։ Քո օրոք միշտ այդպես է եղել, առաջինից հետո միշտ երկրորդ։ Բացեք երկրորդը, խնդրում, տեսնենք ինչ է հիշել Գևորգ։ Ճիշտ է հիշել իր թեման։ Դեղին է գույնը եւ Գևորգ Ղազարյանի սերիա B-ի գիտելիքները ստուգենք։ Գևորգ, անվանեք Իտալիայի B սերիայի 2025-26 թվականների խաղարկությանը մասնակցած միակ թիմին, որը սկուդետո է նվաճել։ Սամդորիա։ Սամդորիա, այո, շատ վստահ պատասխանեց Գևորգը, դա ճիշտ պատասխան է, 1 միավոր ստանում է Գևորգ Ղազարյանը եւ անցնենք Էդմոնին, Էդմոն ինչ ես որոշում, քո թեման ես ընտրելու, թե կփորձես խլել մրցակիցներից։ Չես ուզում ինտրիգ մտցնել։ Օրինակ ընտրես 4, Էդմոն ընտրում է 4-րդ վանդակը եւ տեսնենք ինչ է 4-րդում։ Իսկ մեզ մոտ 4-րդում կապույտ է դա Էդմոնի հատուկ թեման է, ասել է թե Սան Մամեսը եւ եթե պատրաստ ես ինչեցնեմ հարցը։ 2013 թվականի սեպտեմբերի 16-ին կայացած Լա Լիգայի 4-րդ տուրի Ատլետիկ Սելտա խաղում ով խփեց նոր Սան Մամես ստադիոնի առաջին գոլը։ Սելտայի ֆուտբոլիստ Շարլեսը։
Ֆենոմենալ պատասխան, այո, Շարլես Դիասը խփեց նոր Սան Մամեսի առաջին գոլը, սա ուղղակի գովասանքի արժանի է, որտեղ դժվար է հիշել, որովհետև ատլետիկից չէր այդ ֆուտբոլիստը, բրավո։ Էդմոն շատ ճիշտ էր, մեկ միավոր Էդմոն Մարտիրոսյանը եւս վաստակում է։ Առայժմ ձեր թեմաներով լավ եք պատրաստված, Հայկ։ Վերադառնում ենք քեզ եւ երկրորդ անգամ պետք է թիվ ընտրես։ Մարտավարություն, կարծում եմ, Չեմ դեք փոխես։ Ես վստահ չեմ, որ իմ թիվն եմ Արկածախնդրությունների հետ ցանկամ ես Քանի որ գնալ, ես ծնվել եմ ամսի 7-ին, թող լինի 7 թիվը։ որ ամսի 7-ին դա պատմությունը այդ մասին լռում է։ 7-ը խնդրում եմ, 7-ը կանաչ է, դա քո թեման է, ճիշտ է։ Այո, ես Հիշել կանաչը։ Հայկ Հովհաննիսյանի թեման է Բարսելոնա 2005-2006 եւ երկրորդ հարցը այս թեմայից։ 2005-2006 թվականների Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյօֆի քանի փուլում Բարսելոնան դիմակայության 2 խաղում էլ հաղթեց մրցակցին։ ասեմ 1/8-ում Չելսին, մեկը ոչ ոքի, մեկը հաղթանակ։ Ահա։ Մեկ քառորդում Բենֆիկայի հետ մեկ հաղթանակ, մեկ ոչ ոքի, իսկ Եզրափակիչում Միլանի հետ մեկ հաղթանակ, մեկ ոչ ոքի, ուստի ոչ մեկում։ Ոստի ոչ մի փուլում, այո, շատ ճիշտ պատասխան է տալիս Հայկ Հովհաննիսյանը, կարծում եմ սա այսպես սարեված ծաղիկ էր նրա համար։ Չրթեց եւ գցեց մի կողմ։ Մեկ միավոր եւս Հայկ Հովհաննիսյանի ակտիվում, նա շարժվում է առաջ եւ Գևորգ, հիմա ինձ օրինակ շատ հետաքրքիր է։ Դու պայքարելու ես առաջին տեղի համար, ի վերջո, թե փորձում ես երկրորդը պահպանել։ Ես կընտրեմ իմ թեման հիմա եւ արդեն երրորդում Փորձես այո, խաղեր տալ։ իրավիճակից Դե ստայդեմ 8 ընտրիր։ 8։ այո Այսինքն ինչ Ես Հայկ իմ թվերը ընտրում է, լավ եմ հաջորդը դու ես ընտրում։ 8-ը բացեք, խնդրում եմ։ այնպես է ստացվել որ Հայկի հետ նույն թվերի Դեղին է 8-ը, այո, դու հարաբերակցությամբ կռայեցիր Դեղինը քո թեման է Գևորգ եւ երկրորդ հարցը քո սերիա B-ից։ Ով դարձավ Իտալիայի B սերիայի 2025-26 թվականների խաղարկության լավագույն ռմբարկուն խփելով 24 գոլ։ չեմ հիշում Այսպես, միանգամից։ Չես էլ փորձում։ Չէ, չեմ հիշում ցավոք Նայելով B սերիան այս փոփոխել։ այո Ինչու է այս թեման քոնը, եթե լավագույն ռմբարկույն չես հիշում։ Պալերմոյի մեր խաղում, լավ, այսպես ասեմ։ Ոչինչ։ Պոխյան Պալո Նիկոլից։ Պոխյան Պալո Ահա, հիմա հետաքրքիր է։ Յոել Պոյանպալոն։ Օ, Ֆինլանդիայի ավանդականը։ Այո։ Թույլ տալիս եք հաշվենք Գևորգին այս պատասխան, թե ոչ։ Ես հա։ Հայկ, Դեմ չեմ։ քո անմիջական մրցակիցն է, դու պետք է որոշես, Դեմ որովհետև չեմ։ նա պատասխանեց միայն այն բանից հետո, ես հուշեցի, որ Պալերմոյի ֆուտբոլիստ։ Հա։ Չէ, Հայկի դեմ չես, չեմ օքեյ։ թողնում, ես Okay, կարող եմ okay։ Հաշվեցինք, լավ։ Ի վերջո ես էլ այստեղ ձայնի իրավունք ունեմ եւ ծանոթի կարգով Գևորգին այս միավոր հաշվեմ։ Հետո կօգնեմ Մայքին, եթե դրա կարիքը լինի, իհարկե թեև կարծում Մայքը դրա կարիք չի։ Մեկ միավոր Գևորգ Ղազանին, այո, Յոել Պոյանպալոն դարձավ։ Իդեպ դրանից անմիջապես հետո եթե չանցամ հեռացավ Պալերմոյից։ Իդեպ ասեմ, մինչ այդ էլ նա Վենեցիայում էր խաղում։ Ահա, շատ լավ։ Վենեցիայից ավելի լավ պետք է հիշեր։ Էդմոն 5 5-ը կբացեք Էդմոնի համար։ Էդմոնը շարունակում է ընտրել իր գույները եւ փորձում է Սան Մամեսի մասին իր գիտելիքները ներկայացնել ամբողջ աշխարհին։ Էդմոն, Սան Մամեսից երկրորդ հարց։ 2018 թվականի մայիսի 10-ին որ մարզաձևի եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչը կայացավ Սան Մամես ստադիոն։ Բացի ֆուտբոլից այստեղ ուրիշ բաներ են խաղում։ Աշխարհի առաջացան եզրափակիչ, աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Սան Մամեսում 2018 թվականին բոլորովին վերջերս։ Ու ընդամենը 8 տարի առաջ։ Գիշես թե ոչ։ Լավ, տրամաբանելով փորձենք, ինչ մարզաձևի աշխարհի գավաթ կարող էր լինել ֆուտբոլի ստադիոն։ Ինչ մեծ խաղ պետք է լինի, որ ստադիոնում լինի։ Ֆլորենտինո Պերեսին չհաշվենք, որովհետև Սանտիագո Բեռնաբեում ինչ ասես անում։ Հա։ Ունենք պատասխան Էդմոն։ Թեկուզ գուշակելով։ Թենիս։ Ոչ, թենիսում աշխարհի գավաթի խաղարկություն չկա, ռեգբի աշխարհի գավաթի խաղարկություն կայացավ Սան Մամեսում, սա էր ճիշտ պատասխանը, Էդմոնը չի ստանում միավոր եւ մենք անցնում ենք վերջին շրջանին այս խաղի Հայկ երրորդ պատասխանը, եթե ճիշտ լինի, կարծում եմ ամրագրելու ես հաղթանակը 9։ Այո։ 9 խնդրում եմ։ 9 կանաչ է, նորից իր հարցը ընտրեց։ Հայկ Հովհաննիսյանը եւ Բարսելոնա 2005-2006 երրորդ հարցը այսպիսին է։ Շատ հեշտ է։ Նախապես ասեմ, բայց եթե չպատասխանես -6 միավոր ենք անում։ Կատակում եմ։ Իհարկե Արսենալի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում
Բարսելոնայի ֆուտբոլիստներից ով դարձավ 2 գոլային փոխանցում։ Հենրիկ Լարսոնը։ Իհարկե սա հարցել չէր կարելի ասել Հայկյան։ Հենրիկ Լարսոնը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, սա ճիշտ պատասխան է, Հայկը եւս մեկ միավոր է վաստակում, առավելագույնը իր թեմայից քաղեց Հայկը եւ գլուխ կոտրուկ Գևորգ Ղազանի համար։ Պահպանել երկրորդ տեղը, թե գրոհել առաջատարությունը։ Դե եթե Առավելագույն միավոր մրցակցի թեմայից է։ Մրցակցի թեմաներից մնացել է միայն Էդմոնի թեմայի Սան Մամեսի 1 հարց։ Դա միակ տարբերակն է մնում, ես սիրում եմ ռիսկի գնալ եւ կարելի է փորձել մեկ միավորել վաստակել եւ երկրորդ տեղերի պայքարում ունենալ որոշակի առավելություն։ Այստեղ դու պետք է ընտրես։ Չէ, ես սիրում եմ ռիսկի գնալ, այնպես որ Սան Մամեսի 10-ը Ես չգիտեմ, պետք է գուշակես։ Այդ է։ Որտեղ է քողարկված այդ հարցը։ 10-ը։ Նույն տրամաբանությամբ շարունակում ես Հայկի հարցի հաջորդ հարց։ 10-ը խնդրում եմ, բացեք։ 10 այո գուշակեցիր։ Սան Մամեսն է այսօր մեր չեզոք թեման չխաղարկվեց, դուք այդպես էլ չեք իմանա ինչ էր քողարկված չեզոք թեմայի տակ, իսկ մենք խաղում ենք Սան Մամես, բայց խաղում ենք Գևորգ Ղազարյանի հետ։ Վերջին հարցը այս թեմայից, Գևորգ, այսպեսին է։ Սան Մամեսում առաջին խաղը, որի ժամանակ զբաղեցված էին տրիբունաների բոլոր նստատեղերը, կայացավ 2014 թվականի օգոստոսի 27-ին։ Որ թիմն էր այդ խաղում Ատլետիկի մրցակից։ 2014 թվականի օգոստոսի 27-ին։ Փորձիր տրամաբան։ Ենթադրում եմ դե տրամաբանական է։ Թոփ ակումբի հետ խաղ պետք է լինի։ Օգոստոսի 27-ը նա նշանակում էր, որ մրցաշրջանի սկիզբն է, Լա Լիգա առաջին խաղ 14 թվականին կամ Բարսելոնա կամ Մադրիդի Ռեալ։ Հիմա արի ու ընտրի թե ով Ես կարող է կարող եմ այսպես ասել, իսկ եթե դերբի էր օրինակ Ռեալ Սոսիեդադը։ կամ դե դուք եթե ասեցիք, դա նշանակում է, որ Ռեալ Սոսիեդադը չէր։ Ես ոչ էլ հուշում եմ, ես առաջարկում եմ։ Չէ, այդուհանդերձ կարծում եմ, որ Բարսելոնայի եւ Մադրիդի Ռեալի միջև է ընտրությունը։ Էդա ինձ մի բան հուշում, բայց թե Դե թող լինի Բարսելոնա։ Թող լինի Բարսելոնան, ընդունում եմ այդ տարբերակը, Էդմոն, իսկ դու գիտես ով էր մրցակից։ Դե ես մտածում էի Real Sociedad-ը կլինի, հաշվի առնելով որ հնարավոր է նոր Սան Մամեսում առաջին բասկյան դերբին ա եղել, որովհետև 13 Այսինքն կպատասխանեիր Real Sociedad, բայց իրականում օգոստոսի 27-ին այդ տարվա Ատլետիկը խաղում էր Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փլեյօֆում։ Եվրոգավաթային խաղեր եւ Նապոլին էր մրցակիցը Ատլետիկի։ Դա եղել է ամենաշատ վաճառված խաղը, այսպես ասենք, Սան Մամեսում բոլոր տեղերը զբաղեցված էին, սա ռեկորդն է։ Մինչև հիմա Բիլբաոյի Ատլետիկի նոր ստադիոնում եւ Էդմոն, քեզ մնաց ընտրել 1 հարց 11 ուրեմն։ 11։ Եկեք բացենք 11-ը, սա կամ Սերիա B կամ Չեզոք։ Սերիա B ես ասեմ։ Ասի։ Դեվի Սերիա B եւ Չեզոք թեման իսկապես չխաղարկված մնաց մեզ։ Կարող եմ հուշել։ Դե ես վստահ եմ, եթե հաշվել եք, դա շատ բան չի փոխելու, եթե կցանկանաք, հիշեք, եթե ոչ, կարող եք վերջին վատությունը անել։ Սերիա B-ից վերջին հարցը, Էդմոն։ Քանի պարտություն կրեց Իտալիայի B սերիայի 2025-26 թվականների խաղարկության հաղթող Վենեցիան։ Վենեցիան։ Եկեք, Քանի անգամ պարտվեց Վենեցիան չեմպիոնական մրցաշրջանում։ չգիտեմ դրա համար եկեք ասեմ 0 0։ Համաձայն ես Գեորգ, որ անպարտելի է 5-6, եթե չեմ սխալվում։ 5-6։ Պարտությունները ոնց որ թե շատ են։ Հայկը դա կարծիք չունի, կարծում ես։ Ես հիշում եմ միայն որ բավականին շուտ դուրս Հիշում եմ միայն որ Վենեցիան խաղում է։ Ես ինչ Իրական 4 պարտություն է կրել Վենեցիան։ 4 պարտություն կրեց այդ առաջնությունում եւ Էդմոնը այստեղ էլ միավոր չստացավ, մեզ մնում է ամփոփել եւ երրորդ փուլը եւ ամբողջ հանդիպում։ Եվ այսպես երրորդ փուլի արդյունքները այստեղ արդյունավետությունը ցածր էր, Էդմոնը 1 միավոր վաստակեց, Գևորգը 2, Հայկը 3։ Հայկը այստեղ էլ հաղթեց, բայց ընդհանուր պատկերում ամեն ինչ փոխվում է, այստեղ արդյունավետությունը իսկապես վատը չէ։ Եվ այսպես, պարոն Հայկ, հետաքրքիր պայքար էր, արդյունավետ խաղ էր, ես կասեի, բայց ոչ Էդմոնի համար, որը հեռանում է մեր խաղից 10 միավորով։ Էդմոն, գրավում ես երրորդ տեղը եւ կիսաեզրափակիչ դուրս գալ չկարողացար, բայց այս ծափարությունը միանում եմ։ Միանում եմ, որովհետև շատ համարձակ որոշում էր թե ընտրված թեման, թե խաղի ընթացքը քո կողմից եւ համաձայն եմ ինչ որտեղ բախտի գործոն այստեղ դեր խաղաց, որովհետև կարող էին այլ հարցեր ընկնել։ Երկրորդ տեղը մեզ մոտ գրավում է Գևորգ Ղազանը 18 միավորով։ Գևորգ, բավականին բարձր ցուցանիշ է երկրորդ տեղը գրաված մարզիկների ցուցանիշում։ Առայժմ զիջում ես Իշխան Մելքոնյանին,
բայց շրջանցել է Արմեն Գարամյանին։ Մնում է շրջանցել եւս մեկ մրցակցի կիսա եզրափակիչ դուրս գալու Ինչպես դարձում եւ սեղանի թենիսում։ Իսկ Հայկ Հովանեսյանը մեր այս քառորդ եզրափակչի հաղթողն է 21 միավոր վաստակեց Հայկը, շնորհավորում ենք Հայկ։ Այո, այս ծափարությունները Հայկին նա հաստատեց ֆավորիտի կարգավիճակը, որքան էլ չէր ցանկանում ընդունել այդ կարգավիճակը, բայց դու ֆավորիտ էիր եւ հաղթեցիր։ Իսկ հաղթել քանի միավորով դա ընդհանրապես էական չէ, որովհետեւ դու արդեն երաշխավորված տեղ ունես կիսա եզրափակչում։ Շնորհավորում եմ Հայկ, Գևորգ պետք է սպասես վերջին քառորդ եզրափակչին։ Էդմոն, շնորհակալություն մասնակցության համար, բոլորիդ եւս մեկ անգամ մաղթում եմ հաջողություններ ձեր հետագա գործունեությունում։ Շնորհակալություն։ Սա Գիտելիգայի 3-րդ քառորդ եզրափակիչն է, հարգելի հետևորդներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։